Ռուսական բանակը սկզբում լրջագույն դժվարություններ է ունենում, սակայն հետագայում տեղի է ունենում որոշակի բեկում եւ այն պահին, երբ որ երկու կողմերը սվիններով մարտի էին բռնված, տեղի է ունենում համազարգային կրակ նույն Հակոբ Հարությունյանի կողմից, թիկունքից պարսկական բանակի, խուճապ է սկսվում, դասավորությունը ժամանակավորապես խախտվում է, դրանից օգտվելով ռուսական զորախմբի մի մասը կարողանում է ճեղքում ապահովել եւ հասնել Էջմիածին, այնտեղ տեղակայված ստորաբաժանման հետ կապ հաստատել, որտեղից ի դեպ նախապես արդեն երբ որ սվիններով մարտի թեժ ընթացքներ, ստորաբաժանումները եկել էին ճակատամարտում իրենց օգնության, ստացվում է, որ կարողանում են բեկում ապահովել եւ հաղթում են ճակատամարտում։ Ռուսական բանակը զգալի կորուստներ է իհարկե ունենում, այդ 3000-անոց ստորաբաժանումից 1131 սպանված են ունենում եւ 200-ից ավելի անհետ կորած, սակայն պարսկական կողմի կորուստները մոտ 3.5 անգամ ավելին էին եւ իրենց համար ռազմաքաղաքական տեսանկյունից ամենակարևոր իրադարձությունն այն էր, որ իրենք ապահովում էին մի կողմից Սուրբ Էջմիածնի նկատմամբ փաստորեն ռուսական կայսրության գերիշխանությունը, մյուս կողմից շարժում էին Երևանի ուղղությամբ։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։